Բարև բոլորին, ես Հայկն եմ, software engineer, ավելի շատ focus եղած դեպի backend development, այս պահին աշխատում եմ Munich Ventures-ում, product-ը, որի վրա աշխատում եմ, այդ hospitality industry-ում, AI-ի միջոցով կատարում ենք ավտոմատացումներ, booking-ների այդ ամբողջ process-ները։ Այսօր պատմելու եմ, թե ոնց իմ agent-ների թիմից ստեղծեցի մի պլատֆորմ, որը օպտիմիզացնում է իմ աշխատանքը այս պահին։ Մենք ինժեներներս մեր daily աշխատանքի ընթացքում անում ենք լիքը մեխանիկական աշխատանքներ, որը շատ ժամանակ է տանում մեզնից։ Ինչ ենք անում, հիմնական այս basic life cycle-ն է, ticket ենք ունենում, կարդում ենք ticket-ը, մտածում ենք դրա մասին, հետո coding ենք անում, testing, PR, review, documentation, հետո Slack-ով update-ներ ենք տալիս իրար։ Ու այս process-ը ոնց որ շատ ժամանակ է տանում, հիմնական մեխանիկական աշխատանքը, բայց ամենակարևորը, որ մենք focus ունենք դեպի մտածելու վրա, որտեվ այդ ոնց որ հասկանանք, թե ինչ value ենք տալի մեր բիզնեսին, ինչ խնդիր ենք լուծում եւ այլն։ Մնացածը կարելի ասել մեխանիկական աշխատանք է։ Ըստ իմ չափումների, ոնց որ իմ ժամանակի մեծ մասը ես ծախսում եմ այդ մեխանիկական աշխատանքների վրա, մոտավորապես մի 80%-ը, իսկ 20% մնում էր արդեն ոնց որ մտածելու, հասկանալ ինչ պետք է լուծեմ։ Միտք առաջացավ, որ այդ երկուսը տեղերով փոխեմ, ոնց որ իմ ժամանակի մեծ մասը մտածեմ ժամանակի մեծ մասը ծախսեմ մտածելու վրա, իսկ այն 20%-ը ոնց որ AI-ը եկել է արդեն կարող փոխարինի այդ ամեն ինչին։ Միտք առաջացավ մի օր տենց vibe coding էի անում, ասացի այդ տերմինալից դուրս չգամ ու ոնց որ ինչ անում եմ, ամբողջը chat-ի միջոցով անեմ, ինչ էր պետք սկզբի համար, պետք էր ոնց որ ticket-ը կարդալ, մի հատ MCP արագ գնաց, կարդացինք, հետո սկսեցինք անել եւ այլն ու հասանք PR-ի։ Հետո ասացի այդ ամեն ինչը agent-ների միջոցով փորձեմ ավտոմատացնեմ, ավտոմատացրի, ոնց որ այդ ticket-ի ID-ն էի տալի իրան, ու այդ process-ը սա Claude-ը անում էր։ Բայց այդտեղ խնդիր կար, որ ես կարայի մի քանի հատ parallel ticket-ներ անեի, տենց տարբեր սեսիաներ պետքա բացեի, հետո կոմպը եթե անջատվեր կիսատ էր մնում, պետքա գնայի, հետո բացեի, հասկանայի ով ուր էր հասը, ասացի այդ ամեն ինչը տանեմ ինչ-որ միտեղ host անեմ, որ ես գնամ կոֆե խմելու, իրանք այդ ամեն ինչը կատարեն։ Ու տենց մի հատ pipeline սարքեցի, որ Line-ից կամ Jira-ից ոնց որ trigger լինի webhook, երբ որ assign անենք ինչ-որ user-ի կամ ինչ-որ label-ի, webhook-ով գար ticket-ը հասներ դեպի իմ պլատֆորմա ու ոնց որ background process-ների միջոցով agent-ները սկսեին աշխատել, այդ ամեն ինչը լոգավորեին, հետո pull request բացեին, ես գնայի review անեի, comment գրեի ու այդ ամեն ինչը շարունակվեր։ Ու ոնց որ ստացվեց այդ ամեն ինչը, հիմա ցույց տամ ինչ եմ սարքել։ Ստեղծեցի մի հատ Orion Agent Family, ասենց ասած պլատֆորմա, Orion-ը ոնց որ այդ համաստեղությունը, իմ սիրած համաստեղությունն է, ու տենց որոշի, որ այդ Orion-ի ամեն մի agent ոնց որ մի հատ աստղից եկած agent է, որը անում է process-ները։ Այս իմ dashboard-ն է, որտեղ ես տեսնում եմ, թե որ ticket-ը ինչ processing-ի մեջ է այս պահին ու ոնց պետք է անեմ։ Ոնց աշխատում է ամեն ինչը, գալիս եմ, այս ոնց որ line-երն է, կարող նույն ձևի Jira լինի կամ ցանկացած tool։ Օրինակ այս ticket-ին ավելացնում ենք label AI Claude Auto, հայտնվեց այստեղ, հայտնվեց ու տեսնում ենք ինչա կատարում։ Ձախ կողմում այդ ոնց որ իմ agent-ների թիմն է, ունեմ agent-ներ, ticket կարտացող, ոնց որ skill-երը ընտրող, skill-երը ոնց որ ավելի շատ իմ մոտ knowledge base-ն է, ինքը տենց agent-իկ skill-եր չեն։ Code base scout-ն է, որը ուսումնասիրում է current code base-ը ոնց է աշխատում, հետո brainstorming-ի հատվածն է, plan-ը generate անում, code-ը գրում, review եւ շարունակությունը։ Այստեղ ես հետևում եմ ոնց որ live output-ը ամեն agent-ի ինչա կատարվում ու ամեն մեկը ոնց որ կարան միաժամանակ event driven դիզայնի միջոցով կարան ոնց որ parallel մի քանի հատ ticket վերցնեն անեն ու այս ամեն ինչը լոգավորվում է։
Գնանք օրինակ այստեղ որ մինչև վերջ սպասենք, հասնենք այն կտորին ավելի հետաքրքիր օրինակ brainstorming-ի հատվածը, այս եկե հասել է brainstorming-ի սպասումը, ոնց որ մենք իրար չատանենք, տարբերակներ առաջարկում եւ անցնում ենք առաջ։ Այստեղ ունենք երկու հատ ոնց որ տարբերակ, մեկը ոնց որ պետք է skip անենք, ոնց որ okay-ա կամ չատանենք, կամ ասենք okay-ա կարանք տան ու ասենք գնա մեր implementation plan-ը generate արա, որ ըստ դրա implement-ենք։ Այս շարունակում է իր գործը, պատկերացնենք արդեն այս մյուսը օրինակ հասել է generate արի արդեն implementation plan-ը, պետքա ոնց որ review անեմ։ Այս իր generate արած implementation plan-ը brainstorming-ի արդյունքում պետքա review անեմ ու հասկանամ ճիշտ է հասկացել ամեն ինչ, ճիշտ է կարում implement-ի թե չէ։ Եթե խնդիրները կան ինչ որ կամ համաձայն չեմ, feedback եմ գրում ստեղ, ասում եմ գնա rewrite արա, գնում եմ նորից շարունակում այդ process-ը։ Եթե okay ամեն ինչ, ասում եմ approve, կարաս գնաս implement-նես, ինքը փոխանցում է արդեն կոդ գրող agent-ին, ինքը շարունակում այդ process-ը։ Ու ինչ ենք ունենում, ունենում ենք վերջում պատրաստի ինչ որ completed վիճակ, որտեղ արդեն կա պատրաստի PR, գնում եմ GitHub, հասկանում եմ ինչա կատարվել, review եմ անում, եթե comment կա, comment եմ գնում ու այդ process-ը շարունակվում է։ Այստեղ կարևոր բաներից մեկը, որ իրան ասել են, որ draft status-ով սա սարքի PR-ը, որ ոչ մեկ չմերջի, մինչև ես մի հատ approve չանեմ, ու label եմ assign անի, որ կարողանամ հեշտ ֆիլտրեմ այստեղ։ Այստեղ ցախ կողմում ունենք բոլոր agent-ների ոնց որ ինֆորմացիան, ինչ մոդելներ ենք օգտագործում, ինչքան ժամանակ ծախսեց, ինչքան token օգտագործեցին ու մոտավոր այդ արժեքները, ու ոնց որ կարելի ասել կարանք ticket-ի ոնց որ total հաշվենք ինչա կատարվել։ Ամբողջ process-ները լոգավորվում է սկսած օրինակ implementation plan-ի versioning-ից եւ այլն, ու այս ամբողջը գնում է database, որ հետո մեզ պետք է գալու KPI-ներ հաշվելու համար կամ ինչ-որ improvement-ներ անելու համար։ Այստեղ ունենք կարա ինչ-որ case-երում fail լինի, օրինակ այս մեկը fail-ա գնացել, կարանք investigation անենք, հասկանանք ինչից է, այստեղ ինչ-որ խնդիր ա տվել, կարամ ասեմ նորից աշխատի, որ հասկանանք ինչ էր, եթե չֆիքսվեց, գնանք investigation անենք այս process-ը, run-ի process-ը։ Այս իմ ոնց որ պլատֆորմն է, pipeline-ն է, հիմա ոնց որ գնանք հասկանանք ոնց է այս ամեն ինչը սարքվել, ոնց է աշխատում։ Դե հիմնական ոնց որ main component-ները այդ մեր pipeline-ն է, որը տենց PHP-ով, Laravel-ով, MySQL-ով տենց սարքել եմ, ինքը կատարում է orchestration-ի այդ դերը, background process-ներով task-երն է execute անում, ոնց որ agent-ներին ասում է ով ումից հետո է, ով վերջացրեց push անի, ինչ queue-ի մեջ եւ այլն։ Այդ ոնց որ հաջորդ main կտորը այդ ոնց որ agent-ների թիմն է, ticket կարտածող, կոդ գրող, այնտեղ էլի ունեի agent-ներ, որոնք ոնց որ այս բան չէին երևում, ոնց որ notification-ներ են ուղարկում developer-ներին կամ ընդանուր chat-երին։ Մյուսը իմ MCP-ների tool-ն է, որ կպնում է օրինակ line-երին, GitHub-ին, Slack-ին, Sentry-ին, օրինակ ticket-ներ կան, մեջ հենց Sentry-ի link-երն է դրած, որ error-ա գցել, ինչ որ բան է եղել, MCP-ով կարտում է ticket կարտածող agent-ը, կպնում է Sentry-ին, հասկանում է ինչ է կատարվել ու առաջարկում է։ Մյուսը այդ մեր brainstorming-ի հատվածն է, որի միջոցով մենք պլանավորում ենք, generate ենք անում implementation plan, decision making ենք անում ու տենց chatting-ա գնում, քննարկում։ Կներեք։ Այդտեղ օգտագործել եմ Claude-ի superpower-ը, որը արագ կազմակերպում է այդ ամեն ինչը։ Մյուս main component-ը այդ մեր log-երն են, ամբողջությամբ լոգավորում ու պահում ենք, այդ output-երն են բոլոր agent-ների, cost-երը, token-ները, ժամանակը եւ այլն։ Հիմա ավելի մանրամասնենք այս կտորները, օրինակ ռեսուրսների հատվածը մեզ ինչ օգուտ է տալիս կամ եթե չլներ ինչ խնդիրներ կունենայինք։ Երբ որ ռեսուրսները չկար, երբ որ AI-ին onboard չէի արել, ինքը ինչ է լինում, կամ ամբողջ
ռեպոն սկսում էր investigation անել, հասկանալ ոնց է աշխատում, այդ ժամանակ շատ թոկեններ էր ոնց որ ծախսում, կամ քիչ ֆայլեր էր կարտում ու ունենում էինք բագեր։ Ոնց որ երկու դեպքում է խնդիր էր, դե լինում էր դեպքեր, որ տենց նորմալ էր գնում, բայց ռեսուրսների միջոցով ոնց որ հստակ կազմակերպեցի այն մասը, որ հստակ հասկանա ինչ ռեսուրսներ պետք է լոդի ու ավելի ճիշտ ռեզուլտատ տա մեզ։ Ինչ ձևի աշխատում այդ process-ը, երբ որ ticket կարտացող agent-ը ոնց որ վերցնում է ticket-ի contact-ը իր այդն story-ներով, child-երով, parent-ներով, դրանից հետո փոխանցում է այդ ամեն ինչը այդ resource selector agent-ին, ինքը արդեն գիտի, որ resource-ի մեջ ինչ content-ը տեղադրված, մի հատ սարքել եմ index.md ֆայլ, որի մեջ map-ը արվում, օրինակի համար այս resource-ի մեջ, SS keyword-ներով resource-ի մասին, կտորի մասին ինֆորմացիա կա։ Ու ոնց որ ավելի էժան մոդել է օգտագործում այդտեղ, որ կարողանա ճիշտ դետեկտ անի ու ճիշտ ռեսուրսներ լոդի։ Ռեսուրսներ կան, որ միշտ ինքը պետք է լոդի, օրինակ API conversation-ը կամ ինչ-որ հատվածներ, բայց ռեսուրսներ կա արդեն ticket-ից կախված։ Ու այդ ամեն ինչը փոխանցում է ոնց որ կոդ գրող agent-ին, որը ավելի թանկ մոդել է օգտագործում ու ավելի ճիշտ ֆայլերի վրա գնում ման գալիս ինչա կատարվում։ Բայց այդ ամեն ինչի հետ կար խնդիր, երբ որ ես սարքում էի, հիմնականում ոնց որ թիմում ոչ բոլորն էին օգտագործում AI, manual coding էին անում կամ կուրսոր էին օգտագործում եւ այլն ու ոնց որ այս ռեսուրսների update անելու ընդհանրապես ուշադրություն չէին դարձնում։ Պետք էր մի բան մտածել, որ այս ռեսուրսները ոնց որ միշտ up to date պահել, որ բոլորիս մոտ ոնց որ նույն վիճակը լինի, ցանկացած code change-ի արդյունքում ինքը ոնց որ update լիներ։ Սկզբից ոնց որ ամեն անգամ run անելուց ասում էի գնամ մտես ինչ change կա կատարված, արա, հետո ոնց որ որոշեցի ավելի լավ լուծումը այդ կապել Git-ի հետ այդ ամեն ինչը։ Սարքել մի հատ առանձին agent-ների team, այս բանը երկու հատ ունեմ, որոնք երբ որ ինչ որ մեր main branch-ին բան է merge-վում, ինչ որ feature branch, այդ ժամանակ webhook trigger-ը լինի ինձ ու այդ webhook-ի մեջ մենք հասկանանք ինչ code change-ը եղել մեր այդ merge-ված branch-ին, main branch-ին։ Ու ոնց որ agent-ները անալիզ անեն այդ ամեն ինչը, detect անեն ինչ ռեսուրսներ է փոխվել կամ ավելացել կամ թարմացվել ու ոնց որ նորից սկսեն աշխատել ու up to date պահել այդ ամեն ինչը։ Ինչ է կատարվում այդտեղ, հենց ինչ որ branch-ը merge-վում, webhook-ը գալիս է, երկու հատ agent ունեմ, որոնք վերցնում են, հասկանում են ինչ ֆայլերի վրա է change-ը եղել, գնում են գտնում են ռեսուրսների մեջ, օրինակ այս ֆայլերը, որ ռեսուրսների մեջ է օգտագործվում, ու փոխանցում է այդ մյուս agent-ին, մյուս agent-ը հասկանում է ինչ պետք է անի, եղած ռեսուրսը պետք է update անի, թե պետք է նոր ռեսուրս generate անի, թե պետք է skip անի։ Օրինակի համար, եթե ինչ-որ մեյլի տեքստը փոխվել փուչուր բան, դրա համար ռեսուրս չունենք, ինքը ոնց որ skip անում այդ կտորը։ Ու սրանով կապ չունի ով AI-եր օգտագործում կամ ինչեր օգտագործում, կուրսորեր օգտագործում, ով change-ը անում, merge-վում էր ոնց որ մեր main branch-ին, webhook-ը գալիս էր ու մեր ռեսուրսները անդադ up to date էին ունում։ Հիմա ոնց որ խոսենք մեր planning-ից, այդ brainstorming-ի հատվածից, ոնց որ ավանդական ձևերով լինում է դեպքեր, որ վերցնում ենք ticket-ը առանց ինչ որ քննարկելու, մտածելու սկսում ենք կոդ գրել, ու ընթացքում առաջանում են լիքը բաներ, ինչ որ բաներ հաշվի չէին կարել կամ բիզնեսը տենց չէր եւ այլն։ Այս brainstorming-ը օգնում է ճիշտ implementation plan generate անել։ Ամենա ոնց որ sense ասած կարևորագույն կտորն է, իրականում որի համար մեզ վճարում են sense ասած էլի։ Բնականաբար agent-ները, որոնք տալիս են ինֆորմացիա, հետո brainstorm ենք անում, AI ինչ-որ suggestion-ներ առաջարկում, recommendation-ներ անում, մենք ոնց որ այնքան ենք շփվում, մինչև մեր ուզած վերջնական implementation plan-ը ոնց որ հասկանանք ինչ է ու տանք իրան ոնց որ սկսի execute անել։ Հիմա իմ մոտ ոնց որ միշտ սպասում է, որ ես պետքա brainstorm անեմ, այդ իրականում այդքան էլ լավ չի, ticket-ներ կան, որ ոնց որ պարզ է ամեն ինչ, կարող ենք առանց brainstorming-ի ոնց որ գնանք ուղղակի անենք։
Հիմա ես չեմ սարքել հələ, դրել եմ տենց feature work, ոնց որ պետք է մի հատ agent սարքեմ, որ հասկանա ticket-ի complexity-ից կախված արժի brainstorm անել, թե ուղղակի պետք է անցնել առաջ ու շարունակել, էլի։ Ոչ չսպասի մեզ։ Այդ ոնց որ ապագայի աշխատանքներից, հետո էլի իդեաներ առաջացան լիքը։ Օրինակի համար agent-ը կարա հասկանա ticket-ից կախված այդ code base-ի վրա ովքեր են change-եր արել, ասենց ասած, ով ինչ գործ է արել, կամ relevant ուրիշ ticket-ներից հասկանա ով է assign եղել այդ ticket-ների վրա, ու ոնց որ առաջարկի, ասի կարելի է smart է այս ticket-ին ուշադրություն դարձրի, հետևի process-ին։ Նույնը brainstorming-ի հատվածը, օրինակ այդ Git-ի history-ով տենա, որ այս մարդը ոնց որ այդ code base-ում ահագին change-եր արել, կարելի է իրան ոնց որ notification ուղարկել, ասի կարող է գաս իրար brainstorm անենք, հասկանանք ինչ պետք է change անենք։ Դեպքեր ա լինում, որ օրինակ նոր թիմակից ենք ունենում, հատուկ ոնց որ իրան ինքը ընդհանրապես ասենք Git-ի history չունի, չէ, կոդ չի գրել, բայց պետք է իրան assign անենք, որ ինքը գնա ուսումնասիրի, հասկանա ոնց է կատարվել, որ onboard լինի։ Այդ դեպքերում էլ կախված ոնց որ ticket-ի complexity-ից, ինչքանով է ինքը hotfix եւ այլն, առաջարկի PM-ին կամ tech lead-ին ասի որոշել եմ, որ այս մարդը նոր է ոնց որ ստեղ չկար, կարող է իրան տանք այս ticket-ը անի, ասի հա օքեյ տանք։ Ու նույն պրինցիպով review անողին, brainstorm անողին, վերջում են միանշանակ QA-ին կարա ոնց որ ասի, որ QA-ը կարա տեստ անի, ով է տեղյակ, ով տեղյակ չէր։ Այս ամեն ինչի մեջ ամենակարևոր հատվածներից, որ իդեաներ են էլի առաջանում, այդ ոնց որ տարբեր թիմերի համար մի թիմի agent-ների, օրինակ back-end-ի agent-ների թիմը, ոնց որ երբ որ վերջացրեց իր process-ները, մյուս թիմի համար generate անի ինչ-որ MD ֆայլեր, որ կարա հեշտ, օրինակ մենք սովորական դեպքերում ինչ ենք անում, back-end-ը որ վերջացնում ենք, այտենց դոկումենտացիա ենք սարքում, որ front-end developer-ներն օգտվեն կամ հետո այդ ամեն ինչից հետո ընդանուր թիմն է generate անում, որ QA-ներն օգտվեն ու այդ process-ները գնում է, ոնց որ կարելի է այդ բոլոր թիմերի output-երը կապել իրար, որ մեկը մյուսին ավելի հեշտացնի գործը ու օգնի։ Հետո միտք առաջացավ, որ ինչի մտնենք այդ պլատֆորմի մեջ, տենց brainstorm անենք եւ այլն կամ հետևենք, կարելի է ինչ-որ արդեն պատրաստի chat-եր օգտագործել, օրինակի համար Telegram-ը կամ Slack-ը, որ հենց հասնի հերթը brainstorming կամ պետքա notify անի, որ այս agent-ը բրծավ կամ խնդի լինի, Telegram-ով notification գա էլի տենց ու փորձենք chat-ի միջոցով brainstorm-ը մեր ապահովենք։ Պատկերացրեք, ասենք կաֆեում նստած սուրճ ենք խմում, մեկը Telegram-ով նամակ է գալիս, որ agent-ը ասում է հասել եմ ինչ-որ բանի կտորի, մի հատ brainstorm անենք, հասկանանք ոնց պետք է ուղղեմ։ Ու տենց chat ես անում, սկսում ես շփվել հետը ու brainstorm անել։ Կամ ticket-ների ընթացքի մասին ինչ-որ notification-ներ ստանանք AI-ի կողմից։ Հետո դեպքեր կարան լինեն, որ brainstorm-ի ժամանակ մենք չհասկանանք, լավ չպատկերացնենք ինչ պետք է արվի, ասենք եկեք մի հատ tech lead-ին invite անենք, tech lead-ը ասում է PM-ին invite անենք, մի հատ տենց ընդանուր group chat-ա ստեղծում, որը տենց AI-ի հետ սաղ թիմով շփվում ենք, ու այդ chat-ի output-ը ինքը գնում շարունակում է այդ ամեն ինչը։ Եթե կարանք chat անենք, voice-ը կարանք անենք, ոնց է չլինի, էլի, տենց քաղաքից դուրս գնալուց մեկ էլ տենց նամակ է գալիս, որ պետք է բան անենք, brainstorm արվի կամ ինչ-որ հարց ունի AI-ը, կախել է մոտը, տենց voice-ս անում, ասում ես գնա դզի, մեքենա քշելուց հարմար չի գրվել, էլի։ Տենց։ Այս եկավ ամենա-challenging կտորը, որ ոնց որ ապագայում պլանավորում եմ անուն, այդ ոնց որ այս ամեն ինչի արդյունքում հասկանանք ինչ պետք է improve անենք։ Դե սկզբի նպատակը այն է, որ այս automation-ները այնպես լինի, որ մենք վերջում GitHub-ում pull request-ների comment-ներ չունենանք։ Այդ ոնց որ ամենաիդեալական տարբերակն է, որ կարանք ասենք արդեն հասել ենք այն կետին, որ վստահում ենք full։ Դրա համար ինչա պետք է ոնց որ այս ամբողջ output-երը, այդ լոգավորումը սկսած ticket-ի context-ից մինչև մեր PR-ի comment-ները պահենք ու audit անենք, հասկանանք որտեղ է օրինակ շեղումը, ինչի պատճառով եղավ։ Մտածում եմ, որ տենց կարելի է ինչ-որ թիմ ունենալ,
որ ամբողջ այդ output-ը տանք իրանց, ասենք դե հասկացեք խնդիրը որտեղ էր այդ ticket-ի context-ն էր սխալ, թե agent-ների մոդելներն էր սխալ, թե agent-ների prompt-ն էր սխալ, կամ կարող է մեր այդ knowledge base-ը ռեսուրսները քիչ էին, կարող է սխալ brainstorm ենք արել, սխալ մարդ արել ընդհանրապես implementation plանը, քանի վերսիա ունի, ինչ խնդիրներ կան տեղ, ու հասնեինք ամենավերջի կետը, որ ինքը ասել օրինակի համար, եթե այս knowledge base-ն էր, ես այս խնդիրը բաց չէի թողա, կամ չգիտեմ, եթե այս մոդելը օգտագործվեր, չէր լինի, ոնց որ բայց այդ շատ challenging է։ Երբ որ հասնենք այդ կտորին, որ փորձի ինքը իրան ոնց որ առաջարկի ինչ improvement-ներ անենք, ու այդ իր առաջարկած improvement-ները մի հատ double հետո անալիզ անենք, հասկանանք, որ ճիշտ էր ասում, կարելի է ոնց որ այս loop-ը անverջ ավտոմատացնել ու ինքը իրան գնա։ Հետո արդեն երբ որ արդեն ունենք իդեալական PR-ներ, պետք է հասկանալ ոնց պետք է cost save անել, օրինակ համար գնալ հասկանալ, որ agent-ը ինչքան token օգտագործեց, ինչի համար օգտագործեց եւ այլն, ու փորձենք օպտիմիզացնենք այդ հատվածը։ Ու ոնց որ ինչա դուրս գալի, ոնց որ agent-ների թիմ ունեի սովորական, որոնք execute էին անում task-եր, static ռեսուրսներ կային, ամեն ինչ ես մանուալ էի maintenance անում, հետևում ու տենց ֆիքսված ոնց որ workflow-ն էի, այդ կոնկրետ հստակ գնում էր էլի, որ ticket-ից հետո code եւ այլն, հետո PR, ոչ մի complexity հաշվի չէր առնում, բայց այս ամեն ինչը որ արդեն full implement-վի, կունենանք self-improving platform, որը improve անում իր quality-ն, self-maintain անում, knowledge base-ը ավտոմատ կերպով ավտոմատացված, ու adaptive workflow-ում կախված ոնց որ complexity-ից, ու ոնց որ թիմային աշխատանք է կարելի ասել, ինչու՞ չէ նաև human in the loop։ Ու ոնց որ software engineering-ը տենց տեղափոխվում է տենց manual coding-ից դեպի ավելի խելացի engineering system։ Իրականում sense պլատֆորմներ իշքան research արել եմ, երկու հատ կար, մեկը CodeGen էր, մյուսը Venive կարծեմ։ Այս ամեն ինչ իրանք ունեին, բայց իրանց մոտ ոնց որ ակին բաներ չկային, որ իմի հետ համեմատում եմ, մեկը օրինակ այդ բանի self-host գաղափարը, հիմա ես ոնց որ կարանք ցանկացած կամպանիի մեջ, ցանկացած product-ի համար self-host անենք իր database-ով, իր data-ով, իր agent-ներով։ Հետո իրանց մոտ չունեին brainstorming-ի գաղափարը, որ տենց human in the loop կարելի է տենց շփվել, հասկանալ ինչ պետք է սարքվի, implementation plani համար, տենց հստակ workflow էր գնում։ Հնարավորություն չկար օրինակի համար agent-ների context-ը հասկանալ ինչ prompt-ներ է տված ու editable չէր, բայց այդտեղ կարանք մենք ցանկացած բան edit անենք օրինակի համար, օրինակ այս ինչ agent-ի մոդելը փոխենք ինչ որ բանի, այդպես դինամիկ գաղափար սարքենք։ Եվ այլն այդպես։ Այսքանը ոնց որ մի քիչ շուտ ավարտեցի, կներեք։ Մերսի շատ պրեզենտացիայի համար, ինձ թվում է շատերի նաև այս հարցն է հետաքրքրում, իսկ այդ դեպքում cost-ը ինչքան է նստում այդ քանակետները բանանելու։ Այդ cost-ը կախված է ոնց որ ticket-ների complexity-ից։ Պուճուր ticket-ների դեպքում կարող ասենք 0.1 ծախսվի կամ բան 0.2, այդ ավելի շատ ոնց որ հստակ չի էլի, ասենց կարանք ասենք ինչ որ x թիվը։ Այդ ամբողջովին կախված է ticket-ների complexity-ից, պլյուս օրինակ brainstorming-ի ժամանակ ինչքան ենք chat անում, էլի։ Եթե շատ ենք chat անում, մի քիչ կավելանա, օրինակ 0.5 Ուղղակի եթե token based լինի, API օգտագործելով լինի, ըստ վերջում կարող հազարներով դոլարներով ամսական վառի, էլի, թե տենց թվերին չեք ասում։ Չէ, տենց թվերի ընդհանրապես չի ասնի։ Ես հիմա օգտագործում եմ ոնց որ Claude-ի $100-120 ոնց որ մոդելն է։ Սենց ասած daily չեմ սպառում էլի, բայց պրոդուկտիվությունը իմ ոնց որ համեմատած մյուս ամիսների տենց 30%-ով կարելի ասել աճել է։
Նախ շատ շնորհակալություն, շատ ինֆորմատիվ, լավ ներկայացրեցիք։ Սենց հարց, վստահ եմ պլանավորում եք ու նաև ասացիք, որ պլանավորում եք ինչ-որ աուդիտի նման բան անել, իսկ ունեք պլաններ ինչ-որ observability կամ monitoring tool ինտեգրել, որը կփակի նաև այդ cost spend, efficiency, ընդհանրապես ռեսուրս ծախսած, ժամանակ, token, cost, այդ սաղ monitoring-ի կոմպոնենտները, էլի։ Կան observability tool-եր third party, չգիտեմ ինչքանով եք հարմար գտնում, որը կօգտագործեք նմանատիպ ինչ-որ բան մտածել, պլանավորել եք։ Հա, իրականում պլանավորել էի, այս հատվածներ ոնց որ այդ, սրա հիման վրա ոնց որ պետք է այդ loop-ը improve անել, այդ elementary ամբողջ logging-ի հիման վրա, tool-երը դեռ չեմ research արել, որ հասկանամ ինչ կարելի է օգտագործել, մտածում էի երևի ես սկսեմ սարքել այդ agent-ների թիմը, հետո ոնց որ ուսումնասիրեմ, հասկանամ ինչ ավել պակաս բաներ կա, որ իմ մոտ ավելացնեմ կամ պետքա որ ընդհանրապես share անել իրանց հետ, թե չէ, էլի այդ ամեն ինչը։ Դե սկզբից պետքա ոնց որ improve արվի այն հատվածը, որ մենք առանց comment pull request-ներ ունենանք, այդ սկսած ticket-ից մինչև planning, brainstorming, հասկանանք որտեղ է ինքը ոնց որ սխալ թույլ տվել, ինչի արդյունքում էլի։ Մեկը այդ հատվածն էր ոնց որ, մյուս հատվածը, երբ որ հասանք այդ կտորին, որ լավ է, optimization-ի կտորը արդեն փորձենք հասկանալ, token-ները քիչ ծախսի, քիչ ժամանակ եւ այլն։ Շատ լավ։ Մի հատ Phoenix անունով tool կա, մի հատ եթե հետաքրքիր է կարող եք նայել, ինքը monitoring-ի մի կտոր կտա ձեզ, չգիտեմ ինչքանով հետաքրքիր կլինի։ Okay, merci։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Բարոյցս, շնորհակալություն պրեզենտացիայի համար։ Մի հատ բան հարցնեմ, էլի, ուղղակի ասացիք, որ subscription based եք իրան օգտագործում, ճիշտ հասկացա դա։ Այո։ Այսինքն դուք իրան ինչ որ միտեղ cloud code-ը run արած ունեք ու երևի cloud pay-ով եք շփվում իր այդ։ Սա ասեմ, այս ամբողջը ոնց որ microservice-ների են բաժանը, այստեղից սկսեմ։ Ոյ։ Ոնց որ 3 microservice է, առաջինը այդ իմ agent-ների թիմն է, որը առանձին repo է, երկրորդը այդ ոնց որ PHP-ով, Laravel-ով, database-ով հատվածն է, որը այդ pipeline-ն է, ոնց որ orchestrator-ն է դատում, մյուսը այդ մեր code base-ն է, որի վրա աշխատում են agent-ները։ Ու այս ամեն ինչը dockerize է արած, տենց օրինակի համար ամեն agent-ը սենց բացատրեմ, ամեն agent-ը ունի իր queue-ն։ Երբ որ web-ը կա trigger-ում կամ ինչ որ queue-ի մեջ բան է լցվում, worker-ը վերցնում է այդ message-ը, terminal-ը բացում իր մեջ, /cloud-ը անում, ու այդ terminal-ի մեջ գրում է իր ոնց որ prompt-ը ու այս ամբողջ ոնց որ data-ն ինչ որ տվել ենք իրան, ինչ հարց որ պետք է լուծի, ու այդտեղ run-ը անում, օրինակի համար run այս ինչ agent-ը, այս ինչ data-ով։ Այսինքն ինքը non-interactive մոդով աշխատելու իր այդ։ Հա։ Ինչ եմ հարցնում, 2 օրից non-interactive-ը ֆռալու է արդեն API token based pricing-ի։ Հա, բայց այդ դեպքում ինչ որ բաներ իմ մոտ փոխելու են, որ API based դառնա, բայց դրանով ոնց որ չեմ կարա ես իմ file-ը system-ին access տամ։ Օրինակ agent-ներ կան, որ պետքա օրինակ կոդ գրողը տենց file-ը system-ին ուսումնասիրի կամ scout-ը, դե բնականաբար կարող է տենց git-ը կպցնեմ, API call-երով անեմ։ Այս բանը ոնց որ ամեն ինչ պատկերացրեք local terminal-ով run-ա լինում ու սա աշխատում են։ Հասկացա, շնորհակալություն։ Շնորհակալություն Հայկ, ես երկու հարց ունեի, Նարեկը կեսը տվեց, ամեն դեպքում ուզում եմ հաստատեմ, որ product-ը run-ա լինում ձեր local միջավայրում։ Հա, բայց ինքը ոնց որ պատրաստ է, որ գնա դեպի server, այդ ամեն ինչը ոնց որ պատրաստ է դրան, ուղղակի պետք է domain կպցնել ու տեղափոխել local host-ից դեպի ինչ որ live host։ Հասկանալի։ Եվ երկրորդ հարցս, հետաքրքիր է ինչպիսի կախվածություններ կան, որպեսզի սա աշխատի, այսինքն եթե abstract նայենք, կազմակերպությունը
ինչ մակարդակի պիտի լինի, որ սա կիրառելի լինի։ Իսկ եթե ինչ-որ օրինակով ասեմ, ենթադրենք, եթե Jira-ի կամ այլ ինչ-որ մեխանիզմի մանրամասնությունները քիչ են, դա խնդիր է, չէ, առաջացնելու։ Նկատի ունեք ticket-ի context, ինչ-որ, հա։ Այո։ Հա, միանշանակ առաջացնելու է։ Ոնց որ այս իդեալական կաշխատի այն դեպքում, երբ որ ամեն թիմ, օրինակ management թիմը, հետո ինժեներին կամ ովքեր որ բիզնեսի decision-ներն են կատարում, իրանց գործը լավ ձևով տենց իրականացնեն։ Այսինքն ոնց է սովորական մեր ավանդական, երբ որ developer-ին, ինժեներին արդեն parts հստակ գալի հասնում է, ոնց որ ինչ ենք մենք ուզում, ավելի ճիշտ ինչ խնդիր ենք լուծում։ Developer-ը կարող է ճիշտ այդ ամեն ինչը handle անի, ճիշտ կոդ գրի, ճիշտ base անի այդ ամեն ինչը կազմակերպի։ Բայց երբ որ parts չի խնդիրը ինչ ենք անում, բնականաբար այդ ամբողջ cycle-ը սխալ է գնում ու բոլոր տեղերից շեղումներ է լինում։ Կախվածությունը պետք սենց է, ավելի շատ ոնց որ ամեն մեկը պետք է իր ոնց որ level-ում իր գործը լավ անի։ Թե ավանդականի ժամանակ, թե արդեն AI-ի դեպքում, եթե ես լավ ինժեներ չլինեմ, չեմ կարող իր PR-ը review անեմ, ճիշտ comment-ներ չգրեմ ու այդ improvement loop-ը սխալ է գնալու արդեն։ Կամ տենց է սխալ մնալու է, եթե comment չեղավ օրինակ PR-ին։ Մյուս կախվածությունը in general, այդ ոնց որ կարող կախվածություն լինի AI-ի token-ների օրինակի համար cost-երից։ Բնականաբար, երբ որ սկսեց token-ները թանկանալ, մնալու են այն company-ները, ովքեր ոնց որ փող շատ ունեն, կարան իրանց թույլ տան շատ token-ներ ոնց որ օգտագործեն, իսկ ովքեր այդքան գումար չունեն, գնալու են սկսեն ոնց որ էլի ավանդական ձևերով developer hire անել, որ գան կոդ գրեն, բայց այդտեղ կարա ամենահետաքրքիր մասը, որ քան դեռ էժանա, պետք է ոնց որ մեր սեփական LLM-ները ոնց որ AI-ի միջոցով build անենք ու այս պլատֆորմաները մեր սեփական LLM-ները արդեն մեր մոդելները մեր agent-ներին տանք, որ օգտագործեն։ Քան դեռ էժանա, էլի։ Հարց ես էլ ունեմ։ Ինձ հետաքրքիր է ձեր ոնց եք ասել այդ cost efficient տարբերակին, որ դուք ասացիք $1, չէ՞, ճիշտ ես լսեցի, 0.9-ից $1 օրինակ մեկ հարցի դեպքում միջինում հաշվենք, հա։ Նայելով, որ ես օրինակ օգտագործել եմ շատ այլ CLI տարբերակով թեկուզ AI ագենտներ, ասենք AMP կամ Claude կամ ցանկացած այն ամենապարզագույն հարցի դեպքում նույնիսկ $3-4 առնվազն եմ ասում, միշտ տանում է, դաժե եթե ասենք տրված ֆայլի մեջ ասում ես double quote-ները փոխել սովորական quote-ի, այդ կարգի պարզագույն հարցի մասն է խոսքը։ Ինձ հետաքրքիր է այդ efficiency-ին ոնց եք դուք հասել եւ ինչ տեսակի task-երի եւ ինչ մեծության պրոյեկտի վրա եք դուք դա փորձարկել։ Հիմա ինքը փորձարկման փուլում է իրականում, այդ cost-երի calculation-ը շատ ոնց որ ինքը abstract ասենց կարելի ասել, նախ եւ առաջ կախված է ինչ մոդելներ ենք օգտագործում, եթե թանգնոց մոդելներ են, բնականաբար կարա փուչուր token-ներ լինի, բայց արդեն գումարը կարելի ասել շատ լինի։ Ինչով եմ օպտիմիզացրել, ոնց որ ճիշտ մոդելները, ճիշտ բաների համար եմ օգտագործել։ Օրինակ համար եթե ինչ որ տեքստի research է, օրինակ Հայկո եմ օգտագործել, եթե տենց կոդ գրել է, Opus եմ օգտագործել։ Ճիշտ հասկացա հարցը։ Հա, բայց հարցը երկրորդ մասը ուներ, ինչ մեծության պրոյեկտների մասն է, էլի խոսքը, որովհետև հաստատ ավելի մեծ պրոյեկտների վրա կարծում եմ պետք է։ Հա, միանշանակ, ինչ պրոյեկտի վրա որ հիմա ես այս ամեն ինչը փորձարկում եմ, դեռ ոնց որ ստարտափի փուլում է, ոնց որ ընդամենը 2 ռեպո է, ասենց ասած, front-end-ի, back-end-ի ու code base-ը այդքան շատ մեծ չի, էլի։ Բայց նախատեսում եմ, որ ինքը scalable լինի, նույն այդ event-driven համակարգը ու պետք է ոնց որ ԱԿ-ին փորձարկեմ, հասկանամ ինչքանով ինքը ինչքանով է scalable, էլի։ Հասկացա, շատ լավ։ Հայկը ջան, մերսի, շատ լավ պրոդուկտ է, այդ հարցի շարունակությունը ագենտների ընտրությունը։ Դա շատ լավ ոնց որ ասած feature-ը cost saving-ի համար։ Դու որտեղ ես դա
կազմակերպել, դու ագենտների մեջ ամեն ագենտի համար իր մոդելն ես տվել, թե պլատֆորմում ես նշել, թե ոնց ագենտի ընտրությունը լինի։ Այս պայն ամեն agent-ի MD ֆայլի մեջ գրել եմ ոնց որ դու ինչ agent ես, ինչ մոդել պետք է օգտագործես ու ինչ tool-եր պետք է օգտագործես ու իր արդեն prompt-ի շարունակությունը, բայց ինքը շատ հեշտ կարա դառնա դինամիկ, այդ ամեն ինչը պահվի ինչ որ database-ում կամ հենց ֆայլից editable լինի, տենց admin կա ունենանք, որտեղից կարանք դինամիկ ցանկացած բան փոխենք, բայց փոխելուց պետք է հասկանանք ինչի համար ենք փոխում, էլի կարելի է տենց սա փոխել, հասկանալ օրինակ cost-երի առումով նույն խնդիրը բոլոր մոդելներով փորձել հասկանալ, որ ինչքան token օգտագործեց, լավ արեց թե վատ ու փորձել այդ data-ի վրա ինչ որ անալիտիկա KPI-ներ հաշվել ու հասկանալ այս բանը որն է մեզ ավելի նպատակահարմար։ Այսինքն պլատֆորմը չի անում ընտրությունը, այս բանը hard code է, բայց ապագայում հանգիստ կարա տեղափոխվի դեպի բան editable լինի։ Օգուտ։ Ես մի հարց ունեմ, մերսի պրեզենտացիայի համար, ինչ որ հետաքրքիր ձև ունեք, երբ որ կոնտեքստը ticket-ից տալիս եք ագենտին իրան մաքրել, որ prompt injection չլինի հանկարծ, որովհետև եթե ticket-ն ամանավանդ customer complaint-ից է գալիս, հնարավոր է, որ ինչ որ մեկը փորձի, ասի ignore all instructions ու ինչ որ inject անի ագենտներին։ Հա, այս բանը չէ, տենց clean up-ի ոչ մի բան չեմ օգտագործել, ուղղակի նպատակը այն էր, որ լավ հասկանալու համար, եթե ինքը ինչ որ story ticket է, գնա ticket-ը իր comment-ներով, իր parent-ների մեջ հելնի ծառի ամենավերևը, հետո իշնի, եթե Figma-ի ֆայլ կա, օրինակի համար ճիշտ է back-end-ի համար այս բանը օգտագործվում, եթե Figma-ի ֆայլ կա, օրինակ MCP-ով կպնի, բացի Figma-ի ֆայլը, թեկուզ դիզայնով հասկանա ինչ հարց է լուծում, տենց clean up-ի բան չունեմ այս բան։ Okay, merci շատ։ Merci։